Mēs խափում են էլի։ Մի օր ստեղ են ուղարկում, մի օր այնտեղ են ուղարկում, ասում են որ փոխանցել են, բայց բանից դուրս է գալի որ ոչի բաներ չեն փոխանցել։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Արմավիրի մարզի գյուղացիներին մի քանի անգամ է ասել, թե հոկտեմբերին կառավարության որոշմամբ 100%-ով փոխանցվել են մայիսի 14-ի կարկուտի հետևանքներից տուժած բերքի վնասները։ Մեկ ամիս առաջ էլ Պապոյանը հաստատել է փողը փոխանցված է, Նալբանդյանցի Արմենն է պատմում։ Եկել ենք մարզպետարան, նորից ասում են մեզ դες գումար չկա փոխանցված։ Էսի Պապոյանի Բարև ձեզ Արմեն ջան, բոլոր գումարները փոխանցված են մարզպետարաններ եւ համայնքապետարաններ նախարարության կողմից։ Իրանք արդեն պետքա ձեզ տան բոլոր գումարները։ Ընդ որում ոչ միայն այս տարվա, այլև նախորդ տարվանն էլ պետք է փոխհատուցվեն, վստահեցրել է Պապոյանը։ Ձայնային այս հաղորդագրությունից անցել է 1 ամիս, գումարը չեն ստացել գյուղացիները։ Հենց նոր նայեցի։ Ուրեմն 49 համայնքից փոխանցված է 36-ը ամբողջությամբ 100%-ով։ Արմավիրի մարզպետարանից գյուղացիներին բառացի են ասել։ Ոչ մի փոխհատուցում էլ չի եղել։ Մարզպետարանի ներկայացուցիչը ժամի հետ առանց տեսախցիկի զրույցում էլ պնդեց մեջբերում հանրապետության ոչ մի մարզպետի աշխատակազմի գումար չի փոխանցվել։ Գյուղացիները դժգոհում են, թե իրենք հարկ են մուծում պետությանը։ Ինչու այդ դեպքում պետությունն իրենց կողքին չէ։ Բողոքում են էտի տեխնիկայի գումար են տալիս, բուժումներ անում, 1 հեկտարի վրա մինչև 1 միլիոն դրամի ծախս են անում։ Եթե կարկուտը մի անգամ էլ գա, ստիպված գարնանը պետք է նոր վար կվերցնեն։ Կառավարության փոխհատուցվելիք գումարն էլ իդեպ ասում են շատ չէ, հազիվ կարողանան ջրի ու հողի հարկ վճարել։ Այս դեկտեմբերի հեսա արդեն վերջն է գալի, ուրեմն հողի հարկ, ջրի հարկ պիտի պարտադիր մուծենք։ Չմուծենք հարկադիր ենք ընկնելու։ Եթե հարկադիր ընկանք էլ մեզի վար չեն տա։ Ծիրաններն այս տարի չեն կարողացել վաճառել։ Կարկուտը կերել էր, ասում են բնակիչները։ Ընդհանուր առմամբ, ըստ մարզպետարանի, Արմավիրի մարզում տուժել է 4 համայնք՝ Խոյը, Մեծամորը, Բաղրամյանը եւ Արմավիրը։ Այս տարվա կարկուտից տուժած այլ համայնքներ մյուս մարզերում էլ կան։ 2024 եւ 2025 թվականներին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրումը տեղի է ունենում միայն համայնքային հանձնաժողովների կողմից սահմանված կարգով, ճշգրտված եւ ամփոփված ակտերի տրամադրման դեպքում։ Վրդովված գյուղացիներն իրենց խաբված են համարում։ Որոշել են, եթե մինչև դեկտեմբերի 20-ը փոխանցումները չկատարեն, փողոցներ կփակեն, էկոնոմիկայի նախարարության մոտ բողոքի ակցիաներ կկազմակերպեն։ Քնարիկ Պետրոսյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։